Ազգային անվտանգության ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայություն ընդունվելու հնարավորություն կստանան նաև 30-ից բարձր տարիքի անձինք։ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԶ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը։ Մկրտչյանի խոսքով նախագծերի ընդունման արդյունքում 2026-ի հունվարի 1-ից հետախուզությունն այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը։ Կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև ծառայության կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը։ Ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայություն ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը որոշակիորեն կպարզեցվի։ Նախկինում ունենք սահմանափակում մինչ 30 տարեկան անձանց զինվորական ծառայության ընդունելու, հիմա դա վերացվում է, որոշ դեպքերում հնարավորություն ենք ունենալու 30-ի տարիքային շեմն անցած անձանց ևս ընդունել ԱԾ, ասաց ԱԶ տնօրենի տեղակալը։